Şimdi bu görünen o ki işte Türkiye ile giden bir süreç var. Her ne kadar biraz sıkıntılı da olsa ama bu sürecin Հարգարժան վարչապետ, հիմա Թուրքիայում ինչ-որ գործընթաց կա։ Ինչքան էլ որ դժվարություններ կան, տեսնում ենք, որ Ադրբեջանի հետ կապված է նաև այդ գործընթացը։ Ում հետ զրուցեցինք, խոսեցինք, այդ մասին են ասում։ Ուզում ենք հասկանալ, թե Ադրբեջանի հետ ինչ է խոսվում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև 1990-ականներից խնդիրներ կան։ Փախստականների խնդիր կա եւ այլն։ Բաքվից հնչած հայտարարություններում երբեմն ասում են, որ այդ փախստականները պետք է վերադառնան եւ այլն։ Արդյոք դա ընկալվում է որպես տարածքային պահանջ, այդ մարդկանց վերադարձի հարցը եւ այլն։ Ձեր տեսանկյունը, դիտանկյունը ո՞րն է այս հարցի շուրջ, երբ Ադրբեջանը նաև բարձրացնում է փախստականների վերադարձի հարցը։ Ձեր հարցին կա մի շատ կարևոր լրացում։ Ադրբեջանը իրականում բարձրացնում է մի հարց, որը անվանում է Արևմտյան Ադրբեջան։ Եվ Ադրբեջանը Արևմտյան Ադրբեջան է անվանում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտավորապես 60-70%։ Եվ մեզ հրավիրում է քննարկել Արևմտյան Ադրբեջանի հարցը։ Մենք Հայաստանի Հանրապետության տարածքի 60-70%-ը անվանելով Արևմտյան Ադրբեջան։ Մենք ասում ենք, որ Հայաստանում Արևմտյան Ադրբեջան չկա։ Եթե ուզում ենք Արևմտյան Ադրբեջան փնտրել, Արևմտյան Ադրբեջան կամ տեսնել, ցույց տալ Արևմտյան Ադրբեջանի Ղազախի, Աղստաֆայի, Գետաբեի, Քելբաջարի, Լաչինի, Զանգելանի, Կուբաթլուի, եթե ինչ-որ տարածաշրջանի անուն մոռանամ, դա չի նշանակում դիտավորյալ բաց թողում, բայց ես նկատի ունեմ, մենք կարող ենք քարտեզի վրա նայել եւ ասել, թե որն է Արևմտյան Ադրբեջանը։ Այստեղ Արևմտյան Ադրբեջանը։ Այս գծից այս կողմ Արևմտյան Ադրբեջան չկա։ Շատ ցանկանալու բերումով նաև Նախճեվանը կարելի է Արևմտյան Ադրբեջան համարել աշխարհագրական առումով։ Նկատի ունեմ, նրանք փորձ են անում հումանիտար հարցերի տրամաբանության ներքո տեղավորել դա, մեզ կոչ անելով ինչ որ հարց քննարկել, բայց ելի եմ ասում, նրանք մեր երկրի ինքնիշխան տարածքի 60%-ը անվանում են Արևմտյան Ադրբեջան։ Եվ հետևաբար նման հարցը մեզ համար քննարկելի չէ, որևէ երկրի համար քննարկելի չէ, որևէ երկրի համար չի կարող քննարկելի լինել։ Իսկ ընդհանրապես եթե փախստականների թեմայի մասին ենք խոսում, ես արդեն հիշատակեցի։ Մենք նույնիսկ փաստաթուղթ ունենք Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ փախստականների վերադարձի մասին։ Հայաստանում եւ Սփյուռքում կան փախստականներ Նախճեվանից, Բաքվից, Սումգայիթից, Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից, Գանջայից եւ այլն։ Այսինքն նկատի ունեմ իրականում Ադրբեջանը մեր ընկալումն այն է, որ դա պարզապես տարածքային պահանջներ են Հայաստանի նկատմամբ եւ հետեւաբար մենք չենք կարող այդ հարցը քննարկել։ Տեսեք, Զանգեզուրի միջանցք ասված խոսույթը նույնպես հենց այդ պատճառով անընդունելի է մեզ համար, որովհետեւ դա տարածքային պահանջ է պարունակում Հայաստանի Հանրապետության դեմ։ Եթե խոսքը տրանսպորտային հաղորդակցության եւ տնտեսական հաղորդակցության մասին է, մենք բաց ենք եւ ասում ենք այո, պատրաստ ենք, ինչպես արդեն ասացի, տարածաշրջանային տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության եւ փոխադարձության պայմաններով։ Եվ հասկանալով, որ կան բարդություններ, նույնիսկ ասում ենք, որ պատրաստ ենք նաև որոշակի պարզեցումների, որ դա իրականություն լինի եւ տեղի ունենա, եւ արել ենք կոնկրետ առաջարկ
երկաթուղային կապի վերականգնման համար եւ սպասում ենք Ադրբեջանի պատասխանին։ Ընդ որում այդ առաջարկի էությունը մենք չենք հրապարակում մի պարզ պատճառով, որպեսզի նաեւ դա դիվանագիտական կոռեկտության խախտում չլինի, որ աշխատանքային փաստաթղթի էությունը բացում ենք, բայց մեր գնահատմամբ մենք լուծել ենք այդ հարցը։ Եվ ակնկալում ենք նույնպիսի լուծում մեզ համար։ Այսօր ասում են, որ մենք առաջարկել ենք այնպիսի լուծում, որ արևմտյան Ադրբեջանից Նախիջևան Հայաստանի տարածքով երկաթուղային կապի բեռնափոխադրումների, երկաթուղային բեռնափոխադրումների հարցի լուծում ենք մենք տվել։ Ընդամենը մնում է, որ Ադրբեջանը այդ լուծմանը համաձայնվի։ Ավելին ասեմ, մենք դեռ 2022 թվականից, եթե չեմ սխալվում, կառավարությունում շրջանառության մեջ է Ադրբեջանի հետ սահմանին 3 անցակետերի բացման մասին կառավարության որոշման նախագիծ։ Այսինքն նախագիծը նրա մասին է, որ սահմանային կոնկրետ կետերում մենք անցագրային կետեր ենք բացում, որպեսզի Ադրբեջանի տրանսպորտային միջոցները, բեռները, քաղաքացիները կարողանան երթևեկել Հայաստանի Հանրապետության տարածքով, այդ թվում դեպի Նախիջևան։ Եվ սա է հարցի մեր ընկալումը, որովհետև գիտեք, տեսեք Ադրբեջանը ինքը իրեն հակասում է ինչով։ Ադրբեջանը ինքը իրեն հակասում է նրանով, որ 2020 թվականը, 2021 թվականը եւ հաջորդող շրջանը իրենք անվանում են պաշտոնական մակարդակում յետկոնֆլիկտային շրջան։ Յետկոնֆլիկտային շրջան։ Բայց իրենք ամեն օր խոսում են կոնֆլիկտի լեզվով։ Այսինքն Ադրբեջանի այս երկու խոսույթները չեն բռնում իրար հետ։ Ամեն օր կոնֆլիկտի լեզու, ամեն օր ագրեսիվ ռետորաբանություն, ամեն օր ուժ, եթե ոչ ամեն օր, շատ հաճախ, ես ամեն օր ասելով, բայց շատ հաճախ, ուժի եւ ուժի կիրառման սպառնալիք եւ արևմտյան Ադրբեջանի խոսույթ, որը կասկածի տակ է դնում Հայաստանի, գիտեք, եկեք ուղիղ ասենք, Հայաստանի պետության գոյությունն իսկ։ Եվ զուգահեռ մեզ հրավեր քննարկելու։ Կներեք իմ կարծիքով դա առնվազն տարօրինակ է։ Իմիջայլոց եւ հենց այդ խաղաղության բանաձևի գուցե շրջանակում է, որ ես տեսեք, ես մի կողմից ասում եմ, որ այս գծից արևմտյան Ադրբեջանը էստեղ, այս գծից այս կողմ արևմտյան Ադրբեջան չկա, բայց ես հասկանում եմ, որ դա կիսատ կլինի այդ խոսույթը, եթե ես չասեմ, որ արևմտյան Հայաստանն էլ էստեղ։ Սա ըստ էության երկու նախադասություն է, բայց սա խաղաղության մեր ընկալումն է եւ մեր պատկերացումն է։ Որտեւ եթե այս բանաձևերը չլինեն, ընդ որում ելի եմ ասում, կարող են լինել ամենատարբեր ընկալումներ պատմության, պատմական իրադարձությունների եւ այլն։ Բայց եթե մենք ուզում ենք կառուցել հոսող բանի վրա, տարածաշրջանի վրա հնարավոր չի ոչ մի բան կառուցել։ Պետք է արձանագրել այն ինչ որ դե յուրե իմիջայլոց շատ կարևոր բան կա։ Եկեք չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանական Հանրապետությունը ունեն արդեն իսկ փոխադարձորեն վավերացված առաջին միջազգային փաստաթուղթը, որը մեր երկրների սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն է, որը մեր երկրների ստորագրվել է հանձնաժողովների կողմից եւ մեր երկրներում արկա ընթացակարգերով վավերացվել, որտեղ արձանագրվում է, որ սահմանազատման հիմքը, բազային սկզբունքը Ալմատիի հռչակագիրն է։ Ալմատիի հռչակագիրը, որը ստորագրվել է 1991 թվականին, երկու արձանագրում է մեր հարցի համատեքստում անում։ Առաջինը, որ Խորհրդային Միությունը դադարում է գոյություն ունենալ եւ Խորհրդային Միության երկրների ադմինիստրատիվ սահմանները դառնում են պետական սահմաններ։
Եվ հետևաբար այդ խոսույթը արդեն իսկ հակասում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև գոյություն ունեցող դե յուրե փաստաթղթին։ Ուղիղ հակասում է։ Եվ մենք այդ պայմանավորվածությանը հավատարիմ ենք եւ հետեւողական, համբերատար շարժվում ենք խաղաղության ուղղությամբ։